Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Արդեն մի քանի օր է ինչ բուռն քննարկվում է խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելու թեման։ Այդ մասին նախ հայտարարեց Ադրբեջանը, ապա նաև Հայաստանը։ Եվրոպական երկրներից էլ արդեն արձագանքել են, բայց առայժմ անորոշ է այն ստորագրելու հարցը։ Արդեն 2 օր ընթացող բուռն քննարկումը սկսվեց նրանից, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ceyhun Bayramova լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ համաձայնեցված է։ Տեքստի շուրջ բանակցությունների գործընթացը ավարտված։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։ Երևանը ընդունել է բաց մնացած վերջին 2 կետերը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը դեռ նախորդ օրը հայտնել էր, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ 12-րդ խմբագրությանը, բայց ոչինչ չէր ասել համաձայնեցման մասին, անդրադառնալով նաև տարաձայնությունների տեղիք տված 2 կետերի։ Այո, մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են օրինակ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին 3-րդ կողմերի ուժերի բացառումը, այո, մենք քննարկում ենք միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը, եւ եթե համաձայնվեցվի, ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես եւ մնացած բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման։ Մենք արդեն մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ առաջարկի, 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք եւ առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի ստորագրման համաձայնեցման, ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը։ Ceyhun Bayramovի հայտարարությունից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արդեն պաշտոնական հայտարարություն արեց հետևյալ նկատառումով։ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված 2 հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Գրեթե նույն այս ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ այս հարցին։ Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերվում է կողմերից մեկին։ Բոլոր դրույթները վերաբերվում են արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա։ Չնայած տեքստի համաձայնեցման փաստին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը իր խոսքում դարձյալ հիշատակեց Հայաստանի սահմանադրությունն ու Մինսկի խումբը, դրանց հետ կապված նախկին պահանջները հնչեցնելով։ Տեքստի վրա աշխատանքն ավարտված է։ Հաջորդ փուլում Հայաստանի սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Բացի դրանից Մինսկի խումբն ու նրա մնացորդները պետք է վերացվեն։ Մենք հիմա առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ եւ տեսնել որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը Սահմանադրության մասով ընդհանրապես, որովհետեւ ելի ասում եմ, որ մենք էլ կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունն է Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջներ պարունակում։ Հիմք ընդունելով պայմանագրի տեքստի համաձայնեցված լինելը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը թերևս նաև այս ձևակերպումներին արձագանքեց, նշելով, որ Հայաստանը պատրաստ է ստորագրման ժամկետները քննարկել։ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Ի պատասխան Բաքուն այժմ էլ արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ դարձյալ հիշատակեց սահմանադրությունն ու Մինսկի խումբը, աշխատանքի շարունակելը դիտարկելով նաև այս հարցերի քննարկումով։ Պատրաստ ենք շարունակել երկխոսությունը այս և 2 երկրների հարաբերությունների կարգավորմանը վերաբերող մյուս հարցերի վերաբերյալ։
Չնայած այս հարցերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը առաջինը ողջունեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ այլևս չկան, ինչը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար։ Ապա Իրանը արձագանքեց։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայը ողջունել է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի դրույթների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին հայտարարությունը եւ այն համարել անհրաժեշտ եւ կարեւոր քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։ Հայ-ադրբեջանական շփումներում անձամբ մասնակցություն ունեցած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն էլ միտքը այս կերպ ձևակերպեց։ Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ զիջումները սա դարձնում են վերջին քայլն այն ճանապարհին, որի ընթացքում մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Կոչ ենք անում երկու կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Կողմերը դեռ չեն հրապարակել փոխհամաձայնեցված տեքստը։ Առայժմ հստակ չեն, թե երբ կարող են մեկնարկել այն ստորագրելու մասին քննարկումները։ Քրիստինա Լագուլյան, Հորիզոն։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու համար, ասված է պետդեպարտամենտի հայտարարությունում։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը համաձայն ավելի խաղաղ աշխարհի նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության պայմանագրի ստորագրման եւ ավերացման Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է, հայտարարում է պաշտոնական Վաշինգտոնը։ Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն եւ Երևանը երեկ հայտարարեցին խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները ավարտելու մասին։ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը եւ հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի եւ կավերացվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը գրել է X-ի միկրոբլոգում։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում եւ կարեւոր նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, գրել է նա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւս ողջունել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին Երևանի եւ Բաքվի հայտարարությունները։ Նա ընդգծել է, որ ողջևորված է գրանցված առաջընթացով եւ վճռականորեն աջակցում է ջանքերին, որ ուղղված են բոլոր չլուծված խնդիրների լուծմանը, իշահ տարածաշրջանում երկարատև խաղաղության։ Ինչպես են Բաքվում մեկնաբանում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կնքելու հարց։ Թեմայի շուրջ գործընկերս Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտյոմ Երկայանի հետ։ Ներկայացնենք զրույցը, այն հասանելի է նաև մեր կայքում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել X-ի իր միկրոբլոգում եւ այս հայտարարությունում ասվում է, որ Բաքուն Հայաստանին երկու նախապայման ունի համաձայնագրի ստորագրման հարցում։ Առաջինը դա սահմանադրության փոփոխությունն է եւ սահմանադրությունից անկախության հռչակագրի մասին հիշատակման հանումը եւ երկրորդը Մինսկի խմբի լուծարումը։ Արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը պարզաբանել է այս հայտարարությունը եւ ասել է, որ մինչև Հայաստանը այս երկու նախապայմանները չկատարի, ոչինչի մասին Երևանի հետ Բաքուն չի խոսելու։ Մեջբերեմ նրա խոսքերը, հիմա գնդակը Հայաստանի խաղադաշտում է։ Մենք սպասում ենք քայլերի, որոնք նրանք պարտավոր են կատարել հաջորդ փուլում։ Մամեդովը ասել է, որ առայժմ շատ վաղ է խոսել ստորագրման մասին եւ հաստատել է հայտարարել է, որ արտգործնախարարների հանդիպում չի պլանավորվում։ Մինչդեռ հայկական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցությունների փաստաթղթի ստորագրման ժամկետների եւ վայրի վերաբերյալ։ Բայց ոնց հասկանում եմ, այս երկու նախապայմաններից բացի կան եւս այլ նախապայմաններ։ Մասնավորապես նույն այդ արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ասել է, մեջբերեմ նրա խոսքերը, կարևոր է, որ կատարվեն բոլոր պայմանները։ Հայաստանը պետք է դադարի սպառազինվել եւ սահմանից պետք է հանվեն երրորդ պետությունների ուժերը։ Այսինքն Հայաստանի կողմից զենք գնելուց հրաժարվելը նույնպես Ադրբեջանի նախապայմանն է, ինչի մասին բարձրաձայն ասում է իրենց արտաքին քաղաքական գերատեսչության երկրորդ դեմքը։ Եվ ավելին, մինչ այդ էլ նախագահի օգնական Հիկմետ Հաջիևն էլ ասել է, որ հաշտության համար կան պայմաններ եւ դրանց թվում է հիշատակել է այն, որ Հայաստանը պետք է
հանձնի Ադրբեջանին այն անձանց, որոնց Բաքուն համարում է, որ առնչություն ունեն իրենք Ադրբեջանի դեմ կատարված հանցագործություններին։ Դատելով մեր ռազմագերիների դատավարության մեղադրական եզրակացությունից կարող ենք ենթադրել, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի եւ Զորի Բալայանի մասին է։ Այսինքն պայմանները կատարելուց հետո Ադրբեջանը նոր պայմաններ է առաջ քաշում, այդ նոր նախապայմանների կատարման դեպքում հնարավոր է առաջ քաշվեն նոր նախապայմաններ։ Արդյոք Երեկալիևը բավականին խիստ գնահատականներով, խիստ ձևակերպումներով Հայաստանի հանդեպ ելույթ ունեցավ, այնպիսի տպավորություն է, որ դարվում էր այս հայտարարության, այս ամենի նշանակությունը նվազեցնելու համար։ Այո, կարող է տարօրինակ թվալ, որ այն օրը, երբ կողմերը հայտարարում են, որ մաքսիմալ մոտեցել են համաձայնագրի կնքմանը, կողմերից մեկի ղեկավարը հանդես է գալիս չափազանց կոշտ գնահատականներով, ես կասեի մեղադրանքներով։ Դրանք նա հրապարակել է Գլոբալ Բաքվի ֆորումի բացման արարողության ժամանակ եւ հայտարարել է, որ Հայաստանից ինտերվենցիայի վտանգ է սպառնում։ Մեջբերեմ նրա խոսքերը։ Նրանք ավելացնում են իրենց ռազմական պոտենցիալը, ինչի մասին է դա վկայում։ Դա նշանակում է, որ հայերը նոր պատերազմի են պատրաստվում։ Նու այսինքն նման չեն այս խոսքերը մի մարդու խոսքերին, ով պատրաստվում է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր ստորագրել, հա։ Եվ նրա հայտարարության որոշ այլ շեշտադրումներ էլ իհարկե այսպես լավատեսություն չեն ներշնչում։ Մեջբերեմ նրա խոսքերը։ Հայաստանի ղեկավարության նկատմամբ վստահության մակարդակը մոտ է 0-ի։ Մենք նրանց ոչ մի խոսքի չենք հավատում։ Հայաստանի այսօրվա կառավարությունը դա այն մարդիկ չեն, որոնց կարելի է վստահել։ Այն ամենը, ինչ նրանք ասում են, մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Ինչ կարելի է սպասել մի բանակցություններից մի կողմի հետ, որը հակառակորդ կողմին նման հասցեին նման հայտարարություններ է անում։ Եվ Ալիևի այս ուղերձում հայտարարության մեջ եւս որոշակի հետաքրքիր շեշտադրումներ կան, մասնավորապես այն, որ նա անսպասելիորեն սկսել է քննադատել Ռուսաստանին միաժամանակ այսպես կոմպլիմենտներ անելով Միացյալ Նահանգների հասցեին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը օրենքին համաձայն Հայաստանին արգելված սպառազինություններ է մատակարարել եւ մեջբերել է որպես փաստ այդ Իսկանդեր M տեսակի հրթիռը, ինչից է որոշել, որ դա արգելված զինատեսակ է, չգիտեմ։ Միաժամանակ ասել է, որ նա լի է լավատեսությամբ Միացյալ Նահանգների հետ նոր վարչակազմի հետ այդ բանակցություններ սկսելու հարցում։ Այս ամենը կարծում եմ եւս պատահական զուգադիպություն չէ եւ իհարկե կարեւոր է ընդգծել, որ այդ ամենի մասին Ալիևը ասում է նույն այդ օրը, երբ պարզ է դառնում, որ կողմերը հանել են, վերացրել են համաձայնագրի կնքմանը խանգարող բոլոր հանգամանքները։ Շնորհակալություն արդյոք։ Այժմին այսքանը կհանդիպենք ժամը 15-ին։